Ուրեմն հասանք առաջին Հովաննու գլուխ 5։ Ուրեմն ինչպես գիտեք, հիշեցնեմ, քանի որ այս համարները որ պիտի գարտանք, նույն մտքի շարունակությունն է։ Հովաննես Արաքյալի շրջան գային, ինչպես սյանցյալ անգամները, այդ սուտ մարգարեները, սուտ կարոզիչները, որոնք շեշտ կտնեին սխալ վարտաբեդության վրա եւ մեծամասնությունը գուքային եկեղեցիներու մեջ գմիապանվեին ժողովրդին, բայց գսորվեցնեին թե Հիսուս մարդ էր եւ Աստծո հոգին Քրիստոսը եկավ այդ մարդուն մեջ բնակելու։ Եվ Հովաննես հստակ կբացատրե թե Աստված մարդ եղավ Հիսուս Քրիստոսով եւ եկավ մեր հետ բնակելու։ Ոչ թե մարդու մարմին արավ, ոչ թե մեգումը մարմինը վերցուց, այլ ինք մարմին եղավ եւ եկավ այս աշխարհ։ Անորամար Հիսուս գադարյալ մարդ, գադարյալ Աստված գսվի։ Եվ այս թեման է, որ այսօր մեմիևս Հովաննես Ավետարանիչը պիտի շեշտե 5-րդ գլխում մեջ։ Եվ գսկսի համարը առաջին։ Ամեն ով որ գհավատա թե Հիսուսը Քրիստոսն է, Աստուծմե ծնած է։ Հիմա այս խոսքը որ այսպես կսենք, ամեն ով որ գհավատա որ Հիսուս Քրիստոս է, Աստուծմե ծնած է, մենք կրնան գսել, մենք բոլոր հայերս ալ գհավատանք որ Հիսուս Քրիստոս է։ Ինչս է այս։ Արդյոք ան որ գհավատա որ Հիսուս Քրիստոս է, ուրեմն Աստծո մարդ է։ Պիտի բացատրեմ այսօր ցեզի այս կետը, քանի որ շատ սխալներ եւ սխալ մոդեցումներ կներկայացվի այս խոսքերու վրա։ Ուրեմն գշեշտեմ ինչու Հովաննես այս բանը գսե ան որ գհավատա որ Քրիստոսը հոգևոր աստվածային Աստուծմե եկած Քրիստոսը հենց ինք Հիսուսն է, այն մարդը գնդունի երրորդությունը, այն մարդը Աստուծմե ծնած է, այն մարդը մեկ խոսքով շիդակ ուղղության մեջ է։ Ինչու՞, քանի որ այն ժամանակ կսեին, որ Քրիստոսը դարբեր է, Հիսուս մարդը դարբեր է։ Ուրեմն անշուշտ այդտեղ կտեսնենք աղանդական մտքեր, հերձվածություններ, որ Հովաննեսի օրով, առաքյալների օրով գային։ Միջև հիմա դարբեր տեսակի հերձվածություններ, դարբեր տեսակի այսպես ճշմարտության կովեն կացող, գողքեն կացող այսպես ուրիշ մտքեր երբեմն եւ այնորամար շատ ուշադիր պետք է լանք Աստծո խոսքին ճշմարիտ մեկնաբանությանը։ Ասով գճանչնանք, ուրեմն ամենով որ գսե ձնողը գսիրե, անգե ձնածնալ գսիրե։ Ձնողով է, հայրն է։ Ան որ հայրը գնդունի, հորմե ելածնալ գնդունի։ Ձնած երբ որ գսե, ասել է հորմե ելածը։ Այստեղ կարևոր է, ինչպես աղանդավորներ գսեն, շատեր, թե Հիսուս ձնված է։ Իբր մարդ, այո, գույս մայրամեն ձնվեցավ, իբր մարդ, բայց ոչ իբր Աստված։ Իբր Աստված իր հավիտենականության մեջ երբեք չէ ձնված, քանի որ ստեղծված չէ։ Հավիտյանս հավիտենից տուն ես Աստված գսվի։ Ուրեմն ան որ կհավատա հորը, պիտի հավատա նաև հորմե ելածին։ Եվ այստեղ շատ կարևոր է։ Ամբեր ով որ ձնողը գսիրե, պիտի սիրե նաև որդին։ Անգե որ ելած է։ Եվ այսպես կսե համար երկու գճանչնանք թե Աստծո որդիները գսիրենք, երբ Աստված սիրենք ու անոր պատվիրանքները պահենք։ Ուրեմն այստեղ երկու բան կսե Հովաննես։ Առաջինը, եւ որ դու կսիրես հայրը, պիտի սիրես իր որդին Հիսուս Քրիստոսը։ Եվ այդտեղ պիտի հասկանաս թե ով է Հիսուս Քրիստոսը։ Բայց եթե դու հայրը կսիրես, ինչպես ասկևերջան անցյալ անգամներս կին վերևի մասերը, եթե կսիրես հայրը, պիտի սիրես հորմե ծնվածը։ Ով է հորմե ծնվածը։ Բոլոր անոնք որ վերստին ծնված են, մեկ խոսքով եղբայրները եւ քույրերը։ Աստծո որդիները գսիրենք, եթե Աստծո որդիները գսիրենք, Աստված գսիրենք։ Քանի անգամ ըսավ այս համարներուն մեջ։ Հովաննես Արաքյալ այս նամակը սիրո նամակ է։
Սիրել Աստված, սիրել մարդ եւ մանավանդ եղբայրները։ Աստված կսիրենք, եւ եթե Աստված կսիրենք, եթե եղբայրները կսիրենք, Աստված կսիրենք, իր բադվիրանքները կբահենք։ Ասկի առաջ ասել էի ցեզի կհրավիրեմ իմ անցյալ ելույթից, այս սերդողության, անցյալ սերդողությունը կացեք եւ նայեցեք Խոսգետ TV կամ YouTube-ի վրա եւ դիտեք բոլոր ելույթները այդտեղ են եւ այդտեղ նույն բանը կսվի։ Անոր կսիրես Աստված, կսիրե եղբայրը եւ անոր կսիրե եղբայրը գերևնա մեր բադվիրանքները բահելով։ Հիսուս ինքը բիդի Հովանն ու Ավետարանին մեջ, եթե զիս կսիրեք, իմ բադվիրանքներս կբահեք, իրար հետ կապ ունի։ Հավատալ, վստահիլ, դիրոջը բադվիրանքները բահելու հետ կապ ունի, հնազանդության հետ կապ ունի։ Ես չեմ գնարսել Աստված Աստծո կհավատամ, եթե բադվիրանքները ես չեմ բահեր։ Չեմ գնարսել Հիսուսը կսիրեմ, եթե իմ եկեղեցվո եղբայր քույրերը չեմ սիրել, եւ բադվիրանքները եթե չբահեմ։ Ուրեմն երբեմն շփոթության մեջ ենք եւ այսպես անորոշության մեջ հավատացյալները կգարձեն թե հավատացյալ են, բայց հատվածը մեզի հստակ կբացատրի, որ քո հավատացյալը լալդ կերևնա քո Աստված սիրել են, եղբայրները սիրել են եւ բադվիրանքները բահել են, գաբունի իրար հետ։ Հալելույա։ Համար 3. Վասնզի ասիգայի Աստծո սերը, որ անոր բադվիրանքները բահենք եւ անոր բադվիրանքները ծանր բան չեն։ Աստված սիրել է ինչ է։ Անոր բադվիրանքները բահենք։ Եթե գսիրես կբահես։ Եթե բադվիրանքները չես սիրեր, այնքանալ չես բադվիրանքները չես բահեր, այնքանալ չես սիրեր։ Բադվիրանքները քիչ կբահես, քիչ կսիրես։ Եթե թեթև կդանես Աստծո բադվիրանքները, ասել է Աստված քեզ համար թեթև է։ Եթե լուրջ չես տանիր Աստծո խոսքի ամեն մեկ համարները, ասել է քեզ համար Աստված այնքանալ լուրջ չէ, այնքանալ կարևորը չէ։ Շատեր կան երբեմն գսենք, բաները մը գսեն կամ բաները մը գնեն, գսենք իրենց, բայց դուք գիտեք որ այս խոսքը սխալ է, ըրածը սխալ է, Աստծո խոսքը մեզ չի սորվեցնել։ Շատերուն պատասխանը եւ այլն երբեմն գսեն, ինչ անենք այսպես է։ Ասանք, չեմ գրնար փոխվել։ Եվ որ մեկը լուրջ չի տանիր Աստծո բադվիրանքը, ասել է որ ինքը լուրջ չի տանիր ճիշտ ինք Աստված։ Գաբունի ասիգայ Աստծո սերը, որ իր բադվիրանքները բահենք։ Սերը այստեղ են գերևնա։ Եվ անոր բադվիրանքները ծանր բան չեն։ Ինչու այստեղ Հովանես կսե անոր բադվիրանքները ծանր չեն։ Քանի որ շատեր կսեն, մենք երբեք չենք կրնար Աստծո բադվիրանքները կատարել։ Մենք երբեք չենք հասնիր Աստծո բադվիրանքները։ Եվ այդպես է, ամբողջ 5 տակարանը մեզ կսորվեցնե, որ ովևէ մեկը չգրծավ բահել Աստծո բադվիրանքները։ Եվ չգա այս աշխարհի մեջ ովևէ մեկը, որ ինքնիրույն ինք իր զորությամբ գրնա բահել Աստծո բադվիրանքները։ Շատ ծանր են Աստծո բադվիրանքները, բայց ոչ ամենուն համար։ Այդտեղ կան փոքր գրնամսել խումբ, որոնց համար անչափ դժվար չի Աստծո բադվիրանքները բահել։ Գիտեք ով են անոնք։ Գիտեք որն այդ փոքր խումբը։ Ինչպես Հիսուս կսե փոքր հոդ։ Ով է այդ փոքր խումբը, որոնց համար գրված է ծանր բան չեն բադվիրանքները։ Այդ փոքր հոդը այդ մարդիկն են, որոնք Սուրբ Հոգիով գարաչնորդվին, որոնք վերստին ծնված են Սուրբ Հոգին ունին, Սուրբ Հոգիով գլեցված գարաչնորդվին։ Սուրբ Հոգիի ներկործությունը այդ մարդկանց պիտի օգնե, որ Աստծո պատվիրանքները կատարեն։ Ապաշխարելով չվերջանար, հավատալով չվերջանար, գամք ընելով չվերջանար, այլ մենք պետք է այդ Սուրբ Հոգին դեղ տանք, որպեսզի Սուրբ Հոգին ստանալով մեր մեջ եւ Սուրբ Հոգին դեղ տալով իր օգնությամբ, իր բարեխոսությամբ, իր ներկործությամբ մենք կարողանանք Աստծո պատվիրանքները պահել։ Ուրեմն վերստին ծնված հավատացյալը իրավունք չունի ասելու Աստծո պատվիրանքները ծանր են։ Այո, ծանր են այն մարդուն համար, որ Սուրբ Հոգին չունի, բայց այն մարդը, որ Սուրբ Հոգին ունի, Սուրբ Հոգին պիտի օգնե, պիտի սորվեցնե, պիտի զորացնե, պիտի առաջնորդե, պիտի ուղղե։ Անոր համար է, որ սիրելի քույր եղբայրներ, երբ որ Պետրոս քարոզեց եւ ժողովուրդը հրյաները ասին, ինչ պետք է անենք, 3 բան ասավ Պետրոս։ Առաջինը, ապաշխարեցեք,
ասել է զղջացեք ձեր առաջվա քայլեն, առաջվա պես այլևս մի քայլեք, որոշեցեք առաջվա պես չքայլել, այս է ապաշխարությունը, ոչ թե ես կհավատամ Հիսուսի, ուրեմն ես ապաշխարած եմ, այսպես բաներ գլսենք այս վերջերս ժողովուրդ, իսկապես ցավալի է, սուտ վարդապետություններ կան այսօր, կհավատաս Հիսուսի, կհավատամ, ուրեմն դու ապաշխարած ես, ոչ, ապաշխարեցեք ասել է ձեր ջամփաներեն ետ դարձեք ձեր առաջվա ապրելակերպեն, մեկ, երկրորդ, մգրդվեցեք ջուրով, ինչ ասել է հանձնվեցեք նոր ճանապարհի մեջ, առաջվա պես պիտի չքայլեք, այլևս նվիրվեցեք Հիսուս Քրիստոսի հետ քայլելու, իր խոսքին համաձայն քայլելու, իր աշակերտը ըլլալու, իր մեսորվելու եւ իրեն նմանվելու, այս է մգրդության իմաստը, իսկ երրորդը եւ պիտի ստանաք կսե Սուրբ Օքի բարգեւը, երեքը իրար հետ կքայլեն, անցյալից դառնալ, ետ դառնալ անցյալի կյանքեն, որոշել Քրիստոսի խոսքին համաձայն, Քրիստոս ընդունել իբր դեր եւ իր հրամանին տակ քայլել, իսկ երրորդ Սուրբ Օքին ստանալ եւ այս օտոմատիկ կլայտեքու առաջին որոշումները ճշմարին են, Սուրբ Օքին դեղ դալ, որովհետեւ քո կյանքդ բադվիրանքները, ազոբադվիրանքները կատարվի քո կյանքի մեջ։ Շատեր գսեն ես կհավատամ, բայց ոչ բադվիրանքներ կկործեն, ոչ ալ կհետևին բադվիրանքներու, աղոտքի 5 րոպե գուտան օրական, փարապանության 5 վայրկյան գուտան օրական, այդ մարդիկը ինչպես Սուրբ Օքիով պիտի լեցվին, ինչ զորությամբ պիտի քայլեն Աստծո ճանապարհին մեջ։ Անոր համար այստեղ գսե, ես շատ կսերեմ այս համարը, եւ գսե բադվիրանքները ծանր բան չեն։ Շատերու համար շատ ծանր է։ Չի գրնար ներել, չի գրնար սիրել, չի գրնար բարի կործնել, չի գրնար խելոք մնալ, չի գրնար արդարելալ, անպայման սուտ պիտի խոսի, անպայման ձուր պամը պիտի, անպայման գրիվը պիտի, անպայման պիտի պամպասե, անպայման պիտի ադե։ Այս մարդիկը, այո, կան այսպես մարդիկ, որ չեն գրնար այդտեղ դուրսելել, բայց երբ որ դու Սուրբ Օքին դեղը գուտաս, Սուրբ Օքին հրամ իշխանությունը գուտաս, այն ժամանակ սիրելիս այն պատվիրանքները, որ շատ ծանր գտվեին քեզ համար, դերը կսորվեցնե հաղթահարել եւ կատարել այդ պատվիրանքները Քրիստոսի խոսքին համաձայն։ Դարբերությունը հավատացյալի եւ Քրիստոսով քայլողներու շատ մեծ է։ Հավատացյալ ըսվածները եւ Քրիստոսով քայլողները բոլորովին տարբեր բաներ են ասում։ Եվ մենք թարերի վեր խապվեր ենք այդ իմաստով, որ մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք, մենք կհավատանք Հիսուս Քրիստոսի, մեր աղոթները գնենք, խաչերնիս կանենք, գսենք մենք հավատացյալ ենք եւ այլն, բայց գապ չունի, որ կտեսնեք, եթե բադվիրանք չգադարվի իմ կյանքիս մեջ, իմ հավատացյալ ըլլալս իմաստ չունի։ Եթե սեր չունեմ Աստծո հանդեպ Հիսուսի հանդեպ, իմ հավատացյալս իմաստ չունի։ Եթե իմ եղբայր քույրերուս Քրիստոսի մարմինի մեջ ես սեր չունիմ, իմ հավատացյալ ըլլալս իմաստ չունի։ Եթե Սուրբ Օքիով չեմ քայլեր, իմ հավատացյալ ըլլալս իմաստ չունի։ Միայն խոսք եւ ինչպես Սուրբ Գիրքը գսե բորոդախոսություն։ Միայն գխոսենք բարապ բաներ գխոսենք, բայց զորությունը մեջը չկա, ինչ որ Բողոս Թիմոթեոսին գսե ու շատիր եղել գսե վերջին օրերը շատերը պիտի խոսին հավատքի մասին, բայց հավատքի զորությունը չկա։ Եվ հիմա այդ վիճակի մեջ ենք դժբախտաբար։ Անոր Աստուծո մեծ ծնած է, աշխարհին գահախտ է։ Ինչ զորությամբ, եթե ոչ Սուրբ Օքիով։ Ինչպես ես աշխարհի սկզբունքներուն, ջնշումներուն, ամեն կողմեն մեզ կջնշեն, որ սուտ բաներ ունենք, սխալ բաներ խոսենք, սխալ բաներ ունենք։ Ինչպես ես պիտի հաղթեմ այդ աշխարհին, եթե ես Սուրբ Օքիով չքայլեմ։ Այստեղ Սուրբ Օքի բառը չի կործածեր, բայց մենք գիտենք, քիչելով պիտի կործածե, բայց մենք գիտենք ինչ է գրնամսել այդ բարունակությունը մեզ սորվեցնելու բադվիրանքները ապրիլ եւ այս աշխարհին հաղթել, եթե ոչ Սուրբ Օքի ներկործությունը։ Աշխարհին գաղթե։ Մեր հավատքն է, որ աշխարհին գահխտե։ Այստեղ շատ կարևոր է մեր հավատքը, որ հավատքի մասին է խոսքը։ Շատեր կհավատան, աշխարհը լեցուն է հավատացյալներով, եւ մարդ արարածը ինքնուրույն հավատացյալ է, բայց ինչին կհավատան։ Մեր հավատքը գսե գահխտե աշխարհին,
Որ հավատքը։ Իսլամն ագրնասել նույն բանը, բուդդիստն ագրնասել նույն բանը, աղանդավորներն ագրնասել նույն բանը, որ հավատքի մասին է խոսքը, որ մեզ իսկական հաղթություն կտա։ Այն հավատքը, որ գսե որ Հիսուս Քրիստոս Աստված, լավ լսեցեք, եկավ մերավ եւ հարություն արավ մեր համար, ուղարկեց Սուրբ Հոգին մեր մեջ, եւ այն Սուրբ Հոգին այն իր հոգին է, որ մեզ պիտի տա իր իշխանությունը եւ այն զորությունը հաղթելու համար այս աշխարհի բոլոր հարվածները, դժվարությունները եւ մեղքերը։ Մեր հավատքը այն Հիսուսի եւ այն Սուրբ Հոգին վրա է, այն երրորդության վրա է, որ կատարեց այն բոլորը, որ պետք էր, որովհետեւ մենք այսօր հաղթահարենք։ Դու կրնաս հաղթել սիրելիս քո կապվածությունները, դու կրնաս հաղթել քո մեղքերը, դու կրնաս հաղթել աշխարհի դժվարությունները, անեծքները, հարվածները եւ այլն։ Այո, կրնաս, բայց ոչ քո ուժերով, այլ դեր Հիսուս Քրիստոսի քո մեջ եկած Սուրբ Հոգիով։ Անորամար, որքան կարևոր է հասկանաս եւ ճանչնաս եւ սորվիս, թե ով է Հիսուս։ Այստեղ աղանդավորները գսեին, թե Հիսուս բարձ մարդ է։ Ինչ որ մինչև այսօր այդ աղանդավորները կան։ Եհովայի վկաները նույն մտքով կսորվեցնեն։ Հիսուս մարդ է։ Հետոսին հրեշտակ է, հետոսին ազդովորտի է, բայց իրենց բուն է որ գնայիս, Հիսուս մարդ է։ Ճիշտ այն ժամանակվա այս աղանդավորները, որ Հովանեսի ադենալ գային։ Աստված տարբեր է, Հիսուս տարբեր է։ Բայց ան որ ծնողին կհավատա գսիրե, իր որդին ալ գսիրե։ Ուրեմն եթե դու հավատքը շիտակ տեղ գտնես, այն շիտակ տեղեն դու պիտի քաղես օրդնությունները այն բաներուն, որ դերը ինք կսորվեցնեմ ես։ Ոչ թե այն բաներ, որ ես կջանչնամ, ես կինեմ, ես կգարձեմ, ոչ, ինք որ սուպ գիրքը մեզ կսորվեցնեմ։ Ուրեմն հավատքը այո պիտի հաղթե, քեզ հաղթություն պիտի տա քո հավատքը, բայց շիտակ բանի վրա հիմնված։ Հալելույա։ Շատեր այսօր կհիաստապվին, կհուսահատվին, գսեն աղոթեցինք, բամը չեղավ, կհավատայինք, բամը չեղավ, հավատացինք, բամը չեղավ, բայց երբեմն ես կսեմ ինչին հավատացիր։ Ինչին հավատացիր։ Մենք գնանք, մենք դժբախտաբար երբեմն սխալ բաներու կհավատանք։ Մեր հավատքը սխալ բանի վրա կհիմնենք։ Եվ եթե նորմալ է սխալ բանի վրա հիմնես, սխալ բան պիտի հանցես։ Ինչ կցանես, հադի պիտի հանցես։ Մեր հավատքը գսե աշխարհին կհաղթե։ Որ հավատքը դսի արդեն։ Հավատքը թվերանայիր։ Ով է որ աշխարհի կհաղթե։ Եթե ոչ անիգա, որ կհավատա Հիսուս Աստծո որդին է։ Տեսակ, եզրափակեց ինչ որ ես հիմա գսեի։ Ով կհաղթե աշխարհին։ Այն մարդը որ կհավատա թե ով է Հիսուս։ Հիսուս Աստծո որդի։ Ասել է Աստուծմե եկած նույն Քրիստոսը ինքը, գադարյալ մարդ եւ գադարյալ Աստված։ Այն մարդը որ կհավատա Հիսուս Քրիստոսի իր աստվածությանը եւ իր մարդկությանը մեջ եւ գնվիրվի եւ կդրվի Քրիստոսի թագավորությանը, Քրիստոսի իշխանությանը, Քրիստոսի դեր լալու գահանցնվի այն մարդը այո պիտի այս աշխարհին հաղթե։ Ինչու? Քանի որ այն մարդը պիտի ստանա հաղթելու բանալին, որն է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին այն մեր մեջ եկածն է, որ մեզ դանի բադվիրանքները կատարելու զորության մեջ, սիրո զորության մեջ եւ հաղթելու զորության մեջ։ Գսիրենք եղբայրները եւ գսիրենք Աստված, ասի Սուրբ Հոգին կորզն է։ Գհնազանդենք Աստծո բադվերներուն, Սուրբ Հոգին կորզն է։ Գհաղթենք մեղքին եւ սատանայի բոլոր հնարքներուն, Սուրբ Հոգի կորզն է։ Հիմա գտեսնակ ինչ կնե Սուրբ Հոգին։ Բայց ասոր դիմաց հավատացող գա կամ չէ։ Այս տեսակի հավատք ունեցողը պիտի հաղթե աշխարհեն եկած բոլոր հնարքները։ Հալելույա։ Իրենը լապարկ մեր Տիրոջը հիմա եւ հավիտյան որ մեզի գուդայ սուղությունները եւ մենք գոկտվինք։ Հավատքը զորացուր սիրելիս։ Ճշմարիտ ավետարանի վրա կարդա սուբ գիրքդ։ Դուրս հանե ով է Հիսուս։ Հասկացիր, ջանցիր քո դերը
Հասկացիր, թե ինչ ըրավ, ինչ կնե, ինչ ըսավ, ինչ ըրավ, ինչ պիդնե, ով է ինք։ Մի լսեր այս կամ այն սուտ քարոզներ, որոնք իրենց երազանքները կպատմեն, իրենց վարտաբեդությունները կշարատրեն, այլ նայիր, թե սուրբ գիրքը ինչ կսե իր մանրագրգիտ խոսքերու մեջ։ Քանիներուն հետ խոսել ենք, վիճապաներ ենք կրնան գսել, եւ կան մարդիկ, որոնք կզարմացնեն, դարիներ հավատքի մեջ ըլլալով, կզարմացնեն, երբ որ իրենց կսես եղբայրս քո այս կետը, որ գսես սուրբ կրային չէ, հետևյալ պատասխանը կուտան։ Գսեն ինչն ենք, մենք այսպես սորվել ենք։ Հենց այդ գետը արդեն ինքներուն անարքանք է Աստծո խոսքին։ Եթե մեկը իմ սխալս ցույց կտա, ես պատրաստ պետք է լամսելով փաստե սիրելի եղբայրս սուրբ գիրքով, որ ես քո ասածը լսեմ։ Այո, մենք ամեն օր սորվելու դեղ ունենք։ Ես այսօր այստեղ դիրոջ առաջ ցեզ կփորձեմ փոխանցել Աստծո խոսքը, բայց այն չէ, որ ես ամեն ինչ գիտեմ, այլ ես ամեն օր կսորվիմ։ Ես ամեն օր կփորձեմ իմ գարձածներս մեկ կողմ դնել եւ երաթառնալ միշտ աստվածապանական հիմքերի վրա աստվածաշնչյան։ Ես եւ ովլա պետք չէ մենք այսպես գիտենք, մենք այսպես սորված ենք, մենք այսպես գիտենք, ոչ։ Ամեն օր մեր հավատքը պետք է վերանայինք աստվածաշնչյան զորության տակ, աստվածաշնչյան լույսի տակ։ Շատեր այս տեսակի խոսքեր չեն սիրել, ուրիշներ այդ տեսակի քարոզներ չեն սիրել, գսեն մենք չենք սիրել այս բաները, բայց ինչու։ Քանի որ վարժված են մեկ տեսակի եւ կգարձեմ որ միշտ այդպես պետք է ըլլա։ Սիրելի քուր եղբայր, մենք Աստծո խոսքին արժևն է որ մեր ձուրգը պետք է ծնրատրենք, ոչ թե գազագերբություններու, հովիվներու, կանաններու, ինչ գիտնամ եկեղեցիներու, այս կամ այն մարդկանց, այս կամ այն գեղեցիկ քարոզիչներով, այո, երբեմն լավ քարոզիչներ կտեսնենք, որ հանրահրճակ աշխարհահրճակ քարոզիչներ են, բայց երբ որ իրենց ասածը կլսենք, կսենք ինչպես կրնա այս մարդը այս բանը ասել, այդտեղ բայց հազարավոր մարդիկ կհետևին իրենց։ Դու որում պիտի հետևիս։ Տիրոջը։ Տիրոջը հետևելու համար շատ կարևոր է դու քո խոսքը Տիրոջ առջև Սուրբ Հոգին դրված է որ մենք հասկանանք։ Քո դեղական եկեղեցին շատ կարևոր է։ Եթե ճշմարիտ եկեղեցի է։ Հալելույա։ Հիմա համար 6 ասիկա է որ եկավ գսե շուրով եւ արյունով։ Այսինքն Հիսուս Քրիստոս ոչ միայն ճուրով, հաբա ճուրով եւ արյունով։ Ինչ ասել գուզե։ Շատ մեկնաբանություններ կան տարբեր աստվածապաններու կողմէ։ Նախ կուզեմ հիշեցնել, որ Հովհաննես իր 19-րդ գլխուն մեջ, Ավետարան 19-րդ գլխուն մեջ, երբ Հիսուսի գողը խոցեցին, Հիսուս երբ խաչի վրա էր, գողը խոցեցին, գսե այդտեղից ելավ ճուր եւ արյուն։ Շատ կարևոր էր այս միտքը։ Սիրելի քուր եղբայրներ նորեն կգտնեմ ինչու Հովհաննես ճուր եւ արյունի մասին կխոսի։ Պարզապես փաստելու համար, որ մենք կհավատանք այն Հիսուսին, այն, նայեք շատ կարևոր է, Հիսուս Քրիստոսին, որ կատարյալ մարդ էր եւ կատարյալ Աստված էր։ Իր ծառայությունը սկսավ ճուրով, մագրդությունը, եւ իր ծառայությունը վերջացուց մահով, արյունը։ Այս ասել գուզե։ Գսե մենք կհավատանք ոչ թե վերեն իջած խառնված Հիսուս Քրիստոսի, մենք կհավատանք այն նույն անձին, որ իր առաջին օրեն մինչև վերջին օրը նույնն է։ Մինչև այսօր իսլամները կգարձեն, թե Հիսուս խաչին վրա չմեռավ։ Մեռնողը ուրիշ մեկն էր։ Խոցվողը խաչին վրա ուրիշ անձ էր, Հիսուս չէր։ Այստեղ շատ հստակ ձևով կբացատրի, որ նույն անձն է, նույն Հիսուս Քրիստոսն է։ Իր սկիզբեն, ծնունդեն, մինչև իր մահը նույն Քրիստոսն է, որ եկավ եւ կատարեց աստվածային գործը։
Շատ կարևոր այստեղ ասել եւ գհիշեցնե ճուրով եւ արյունով, այսինքն Հիսուս Քրիստոս գբացադրե։ Ճուրը արյունը Հիսուս Քրիստոսն է։ Ոչ թե միան արյունով եկավ, ոչ թե միան ճուրով եկավ, այլ արյունով եւ ճուրով եկավ։ Եվ հոգին է որ գվգայե, վասզի հոգին ճշմարտություն է։ Եվ ավասիկ կսե Սուրբ հոգին գվգայե, թե Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս մարդ եւ Աստված է։ Եվ Սուրբ հոգին ճշմարտություն է, ինչպես գիտենք Հովհաննես 14-ին մեջ կսե եւ Սուրբ հոգին պիտի կա ճշմարտության հոգին կսե պիտի կա ցեր մեջ։ Ուրեմն Սուրբ հոգին ճշմարտը մեզ կսորվեցնի։ Որուն կսորվեցնի։ Այն մարդուն, որ վերստին ծնված է։ Անորոմար այսօր շատեր չեն գրնար հավատալ, թե Հիսուս կատարյալ մարդ, կատարյալ Աստված է, մինչև որ Սուրբ հոգին չստանան։ Իսկ Սուրբ հոգին ստանալու համար խոնարհություն պետք է։ Պետք է կաս Տիրոջ առաջ եւ ասես Տեր ներեի մեղքերը գտնունիմ քեզ ինչպես որ ես։ Եթե դու չես ընդունիր Հիսուս Քրիստոսը ինչպես որ է, սիրելիս, Սուրբ հոգի չես ստանար։ Եթե Սուրբ հոգին չստանաս, դու չես կարող հասկանաս այն վկայությունը, թե ով է Հիսուս։ Ճրով, արյունով եւ հոգին գսե այս բանը վկայի։ Վկայելը, ուրեմն այստեղ սիրելիներ շատ մսուբտիկներ թարգմանության խնդիր կա։ 7-րդ համարը գսե, վասնզի երեքն են, որ երկնքի մեջ կվկայեն, հայրը, բանը, Սուրբ հոգին, եւ այս երեքը մեկ են։ Այս համարը շատ հին քիրքերու մեջ չկա։ Այլ գա հետևյալը։ Եվ երեքը, ու երեքն են, որ երկրի վրա կվկայեն, հոգին, ճուրը, արյունը եւ երեքը միապան են։ Երեքը, հոգին, ճուրը եւ արյունը։ Այստեղ անշուշտ խորհրդաբատկեր է։ Ասել է, որ հոգին կվկայե, որ Հիսուս Քրիստոս կատարյալ մարդ է եւ կատարյալ Աստված է։ Հոգին կվկայե։ Եվ այս կարևոր է այս երեքի վկայությունը։ Ինչու Հովհաննես երեքի վկայությունը գսե, քանի որ մենք գիտենք 5 դագարանի մեջ, երկրորդ օրինացի մեջ եւ կամ թվոց քիրքի մեջ այդտեղ գսվի, թե Աստված գսե մեկ հոգի վկայությունը ես չեմ ընդունիր։ 2 կամ 3 պետք է լա։ Անոնը Հիսուսին ալ գսե 2 կամ 3 հոգի։ Ուր որ 2 կամ 3 հոգի հավաքված են իմ անունովս։ Եվ որ մեկը գսե խնդիր ունի մեկում հետ, թող վկա բերե 2 կամ 3։ Եվ այստեղ Ավասիկ Հովհաննես կսե միայն մեկ վկա չի բավեր։ Արյունը որ Հիսուսի գողեն դուրս ելավ, ներողություն ճուրը որ Հիսուս գողեն դուրս ելավ, արյունը որ ինք մերավ, այս վկայություն է, որ Սուրբ հոգին հաստատե Քրիստոս Աստծո որդի է։ Հալելույա։ Այստեղ վարդապետական գեդեր գսենք, սիրելիներ։ Քանի որ այն ժամանակվա խնդրեմը այս է։ Բայց մեզ այս բանը գսորվեցնե, որ մենք որքան ուշադիր պետք է լինենք վարդապետական ուսուցողական աստվածաբանական հիմքերու վրա։ Որքան ուշադիր պետք է լինենք։ Որքան կարևոր պետք է լա ամեն մեկ խոսքի մեկնաբանությունը եւ ճշտումը։ Եվ Սուրբ Գիրքը ինքը իրեն գմեկնաբանե։ Հասկանաք, որ համար մգա որ Սուրբ Գիրքը չմեկնաբաներ ուրիշ համարներով, այդ համարեն վախցիր, այդ համարեն հերու մնա, մեկնաբանություն մի աներ։ Եվ շատ անգամ սխալ մեկնաբանություններ մեզի գնանին սխալ դեղեր, ինչու կանի որ մեկ համար գարնենք եւ մեծ վարդապետական, այսպես ուսուցողական հիմքեր մեջտեղ գբերենք, միջած Սուրբ Գիրքը ուրիշ տեղ բոլորովին տարբեր բան գսե։ Անոր համար մեր այս սերդողությունները գնենք համար առ համար գփորձենք ավելի խորը երթալ, գփորձենք ավելի հասկանալ եւ դերս ընդլայնել մեր սուբկրային հասկացողության մոդեցումը։ Եթե մարդոց վկայությունը գտնունինք, Աստծո վկայությունը ավելի մեծ է, վասնզի Աստված, վասնզի ասիգա է Աստծո վկայությունը, որ իր որդին համար վկայեց։ Ինչ վկայեց իր որդին համար? Սուրբ Հոգին։ Ինչ վկայեց, որ այս է իմ սիրելի որդիս ադոր մտի գրեք։ Նույն որդին է, կատարյալ մարդ, կատարյալ Աստված։ Մադ դրավ այդտեղ վկայությունը այս է, ահա Աստծո վկայությունը այս է, որ մենք պետք է ընդունենք,
այս վկայությունը պետք է ընդունենք եւ ան որ չընդունիր այս վկայությունը վայ իրեն ան որ Աստծո որդին գահավատա վկայությունը իր մեջ ունի ինչպես ունի իր վկայությունը իր մեջ քիչ առաջ ասենք ինչպես Սուրբ Հոգիով Սուրբ Հոգին է որ մեր մեջ կվկայե թե Աստված իր միածին որդին ղրգեց սկիզբը գլուխով կմոտենանք այս հարցին բայց որ գնվիրվենք եւ գաբաշխարենք Սուրբ Հոգին կվավերացնի Սուրբ Հոգին կվկայե մեր մեջ գսե մեր մեջ թե մենք ով ենք Քրիստոսը ինչ է Քրիստոսը ով է ան որ Աստծո չհավատար սդախոս կնեզանի գավասի չհավատար այն վկայությանը որ Աստված իր որդին համար վկայեց գտեսնեք քանի անգամ վկայել բարի մասին գխոսվա այստեղ վկայել նույնիսկ Աստված մեզի գսե լավ լսեցեք իմ մեկ խոսքիս մի հավատակ եթե իմ մեկ խոսքս ուրիշ վկայություն չունի նույնիսկ կարծեք Աստված մեզի գսե 3 վկայություն պետք է 2 կամ 3 վկայություն պետք է նույն բանալ մենք ինչպես ասի մեկ համարի վրա մեր ամբողջ աստվածաբանությունը չհիմնենք մենք պետք է նայենք Տիրոջ խոսքին մեջ արդյոք կա ուրիշ խոսքեր որ ուրիշ վկայություններ կնեն մեզ նույն ցավով մարդու հետ կապված անցաշաբաթ խոյեցանք հովիվներու հետ կապված քարոզիչներու հետ կապված մեգումը քարոզը լսելով գլուխդ գախ մի վազեր նայիր փնդրե դես ով են վկայություն փնդրեցեք ով են այդ քարոզիչները ուրդեղ են եկած են ով կվկային իրենց համար վկայությունը կարևոր է քանի անգամ վկայության մասին գխոսվա այստեղ Աստծո չհավատար գսե այն մարդը որ չհավատար այն վկայությանը որ Սուրբ Հոգին գնե իր մեջ վկայությունը այս է որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ եւ այդ կյանքը անոր որդիի մեջն է ահա վասիկ վկայություն հավիտենական կյանք տվավ եւ անոր վկայությունը որդիի մեջն է Հիսուս Քրիստոս գգրտնեմ եւ պիտի գրտնեմ կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված Հիսուս Քրիստոս հիմա պիտի ասեմ ցեզի ինչ ասել է հավատար Հիսուս Քրիստոսի քանի որ այստեղ խնդիրներ կան բայց ան որ գտնունի Հիսուս Քրիստոսը իբր ինչպես որ է Աստծո որդի լավ լսեցեք ոչ թե հրեշտակ ոչ թե մարգարե ոչ թե բարձ մարդ Աստծո որդի ոչ թե միան տակավոր այս բոլորը կա տակավոր մարգարե այո Հիսուս 5 դակա մեջ իբր հրեշտակ նաև ներկայացավ այո բայց Աստծո որդի Աստծուց մե ելած Աստված ինքը ես եւ հայրը մեկ ենք գսե ուրեմն մեզի հավիտենական կյանք կուտա Հիսուս Քրիստոսով հավիտենական կյանքը փրկության կյանքը Հիսուս Քրիստոսով է եւ այստեղ գսե վկայությունը այս է Սուրբ Հոգի վկայությունը այս է որ Հիսուս Քրիստոս ունենալով հավիտենական կյանք պիտի ունենաս հիմա պիտի եկեք այս համարնալ կարծամ հետո ան որ որդին ընդունած է կյանք ունի եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ կյանք չունի շատ բարձ խոսք է ան որ որդին ընդունած է կյանք ունի ան որ որդին ընդունած չէ կյանք չունի մեր հայերը մեծամասնությունը բոլորնալ ընդունած են Աստծո որդին բոլորնալ գսեն որ Հիսուս Աստծո որդի է բոլորնալ կհավատան Հիսուս Քրիստոսի աստեղ եթե ուշադրություն ունիք մեր այսօրվա ընթերցման մեջ սիրել որդին հավատալ որդին ընդունել որդին հնազանդել խոսքին այս միան հավատալ չէ այսօր լսեցի մի չագերդյալ քարոզիչ որ գսե հետևյալը եթե գահավատաս որ Հիսուս Աստծո որդի է դու ապաշխարած ես դու փրկված ես ինքնիրույն այո բայց չիպավեր սատանան ալ գահավատա որ Հիսուս Աստծո որդի է գրված է Հակոբոս գրքի մեջ սատանան ալ գահավատա որ Հիսուս Աստծո որդի է բայց ինք ապաշխարած չէ փրկված չէ ուրեմն ուշադիր ինչ կսենք հավատալ Հիսուս Քրիստոսի եւ ինչպես այս վերջս կարտացինք ընդունել Հիսուս Քրիստոսը բոլորովին տարբեր իմաստ ունի քան թե մեր հայերեն այս խոսակցականը նորեն կգտնեմ դժբախտաբար մեր հայերը բոլորը շագերտյալ կհավատան Հիսուս Քրիստոսի խաչ կհանեն խաչ կգախեն
Կսեն, որ մենք քրիստոնյա ենք, մենք հավատանք Հիսուս Քրիստոսի, ինչ գիտնամ այս կամ այն, բայց սուրբ գիրքը երբ որ գսե հավատալ բառը, ընդունել բառը, ինչպես մենք պետք է հասկանանք։ Սիրելի քույր եղբայրներ, լավ լսեք։ Ամեն ով որ գահավատա Հիսուս Քրիստոսի չի փրկվել։ Ամեն ով որ կհասկանա թե ինչ է հավատալ Հիսուս Քրիստոսի, այն մարդը կփրկվի։ Ամեն ով որ կհասկանա թե ինչ է կամ ով է Հիսուս Քրիստոսը, ամեն ով որ կհավատա թե ինչ է հավատալ Հիսուս Քրիստոսի եւ երբ կընդունի այդ բոլոր իմաստը, այն ժամանակ կփրկվի։ Մի քանի բառեր ասեմ ցեզ թե ինչ է հավատալ Հիսուս Քրիստոսի։ Առաջին 6 կետեր, որպեսի ասկե վերջ, եթե մեկումը գուզես ասել կամ հարց գուզես տալ, կհավատաս Հիսուսի, այս հարցումիդ մեջ նաև ավելացրու 5 մյուս գետերը։ Մարդը պետք է կոնե 6 գետ հասկանա եւ հետո քեզ պատասխանե այո կամ ոչ։ 6 գետերը հասկանա եւ հետո մտածե ինք գուզե հետևել այդ Հիսուսին։ Ուրեմն շատ թյուրությամբ, հեշտությամբ մի ասեք հավատա Հիսուսի։ Մի ասեր ես կհավատամ Հիսուսի։ Մենք սխալ ուղղություններու մեջ մարդկանց կդանենք։ Ուրեմն առաջինը հավատալ կնշանակե ընդունել։ Ընդունել Հիսուսը իբր իմ անձնական փրկիչս։ Ընդունել ասել է որ եթե Հիսուս չփրկե ինձ, ես դժոխք պիտի տամ։ Հիսուսեն զատ ուրիշ փրկիչ չկա։ Ընդունել Հիսուսը ասել է որ Հիսուսեն զատ ովևէ մեկը չի գրնար իմ մեղքերս ներել։ Ընդունել Հիսուսը ասել է որ միակ Հիսուսն է, որ ինձ համար մեռավ, ինձ համար խաչ ելավ, ինձ համար հարություն արավ եւ իր արյունով ես կրնամ ներվել։ Ընդունել Հիսուսը ասել է միակ Հիսուսը ընդունել որ իր մեղքերով իր արյունով իմ մեղքերս վերացավ։ Հավատալ առաջինը ընդունել Հիսուսը իբր իմ փրկիչը։ Ոչ թե մեր բոլորիս փրկիչը, իմ փրկիչը։ Երկրորդ հավատալ Հիսուսի կնշանակե նաև վստահել Հիսուսի որպես իմ Աստվածը։ Կատարյալ վստահություն Հիսուս Քրիստոսի անգասկած։ Հավատալ ասել է վստահիլ։ Վստահիլ այն Աստծույն, ամենակարող Հիսուս Քրիստոսին, Աստծո որդին, որ իր անձը տվավ իմ համար, ես կվստահիմ իրեն, իմ ամբողջ ուժովս, իմ ամբողջ զորությանս, իմ ամբողջ մտքովս եւ իմ ամբողջ հոգովս կվստահիմ։ Տեսնեք իմ ասելիներ, հավատալ բառը այսպես տապ-տուպ այստեղ անդեղ նետելով առաջ կերտանք։ Ոչ, հավատալ բառի վրա շեշտիր։ Առաջին հավատալը ասել է ընդունել, թե իմ Հիսուս իմ Տերն է, իմ փրկիչն է։ Երկրորդ վստահիլ իմ Աստվածն է։ Երրորդ հետևիլ։ Հավատալը ասել է նաև հետևիլ, քանի որ Հիսուս հովիվ է նաև։ Հետևիլ իր քայլերուն, հետևիլ իր ցայնին, հետևիլ իր խոսքերուն, հետևիլ իրեն։ Մեկ խոսքով ես լամ ոչխարը, ինքը լա իմ հովիվը։ Եվ որ մեկումը գսես գուզես հետևիլ Հիսուսի քո կյանքի բոլոր օրերուն մեջ, մարդը գսես ստոպ մի հատ մտածեմ հետո։ Բայց երբ որ գսես գուզես հավատալ Հիսուսի, գսե հա ինչ եղել է որ հավատանք։ Սիրելի քույր եղբայրներ, հավատալ բառը իր զորութենեն մենք զորութենեն գինացնենք։ Իր զորությունը մեջ ենք գահանենք, երբ որ թեթև հավատալ բառ գործածենք։ Հավատալ Աստծուն, ես կհավատամ Աստծուն, ես կհավատամ Աստծուն, մեկ վարքան ստոպ, մտածե, հավատալ, գգրտնեմ, ընդունել, հավատալ, վստահիլ, հավատալ, հետևիլ։ Չորրորդը, հավատալ, նվիրվիլ, սիրո նվիրվիլ։ Նվիրվիլ ինչպես իմ սիրական փեսաս։ Նվիրվիլ։ Հավատալը սեր ես այնքան կսիրեմ իմ Հիսուսին, որ պատրաստ եմ նվիրվելու ինչպես հարսը իր փեսային, ինչպես սիրականներ իրար,
գրնամասեն ինպես ձնող միր զավագին համար։ Հավատալին մեջ նվիրվիլը գա։ Քուր եղբայրներ, մենք իմաստազուրկ ըրած ենք հավատքը փարը։ Նվիրվիլ իմ դիրոջս, նվիրվիլ իմ փրկիչիս, նվիրվիլ քանզի կսիրեմ զինք։ Կնասեմ եկումը գուզես սիրել Հիսուսը քո ամբողջ զորությամբ, գուզես նվիրվիլ Հիսուսի, ինչպես կնվիրվիս քո զավակիդ կամ քո սիրականիդ, անժանակ մարդը կսե սպասե, մեմ մտածեմ հետո։ Բայց եթե ասես գուզես հավատալ, դժոխ չերտաս, երկինք երտաս գուզես, մարդը կսե հա, ինչ լավ է, դժոխ չերտամ, երկինք երտամ, լավ բան է։ Հավատամ Հիսուսի։ Այս չէ հավատքը։ Հնազանդիլ 5-րդ հնազանդիլ Հիսուսին իբր իմ Տերը, իբր իմ հրամանատարը, իմ վրա իշխանություն ունեցողը, ինձ առաջնորդողը, հնազանդիլ Հիսուսին հավատքի հետ կապ ունի, ինչպես քիչ առաջ տեսանք, հնազանդիլ, հավատալ, ընդունել, սիրել, իրար հետ կապ ունի։ Նորեն գսեմ թեթև հավատք բարգը կործածենք մեջ ենք անցնենք։ Հնազանդիլ, քանի որ Տերն է Հիսուսը, իմ վրա իշխանություն ունի իմ Տերը։ Այո, ես կհնազանդիմ այդ Տիրոջը։ Հիմա կացեք մեր հայերուն ասեք, կհավատաս Հիսուսի, հարգավ կհավատամ Հիսուսի, կհնազանդիս Հիսուսի։ Ինչ հնազանդիմ, բաբամ, չեմ գրնար, իշտ է։ Ինչ կսենք, ինչ հնազանդություն։ Սուբ գիրքեն դեղյակ չենք մարդիկ, գսեն թե մենք կհավատանք Հիսուսի։ Իրենց մի հատ բան գսես, որ այս խոսքը Հիսուս ենք ու կա հնազանդիր, գսեն չէ, ես այդ մարդը չեմ։ Բայց մեծ խաչերը իրենց բանին վիզին վրա գախած, գսեն թե իրենց հավատացյալ են։ Հասկնակ ժողովուրդ, խապված ենք մենք տարիներ։ Եվ դեր գշարունակվի այս խապեյությունը։ Դգրտնեմ։ Հավատալ Հիսուսի, ասել է ընդունել Հիսուսի իբր իմ փրկիչը։ Միակ փրկիչը։ Իր մեզադուրիչը չկա։ Միակ Հիսուս, ոչ սուրբերը, ոչ այսինչը, ոչ անինչը, միան Հիսուսը։ Հավատալ Հիսուսի, ասել է վստահիլ Հիսուսի իբր իմ ամենակարող Աստվածը։ Ես կվստահիմ, ամեն ինչ իր ձեռքերուն մեջն է։ Քիչ առաջ կարդացինք Սամոս 93։ Կտակավորիմ Աստվածս, ես կվստահիմ իրեն։ Երրորդ, հավատալ Հիսուսի, հետևիլ Հիսուսի իբր իմ բարի հովիվը, կհետևիմ իր քայլերուն, պատրաստ եմ հետևելու, ոչ թե մարդիկ հետևին ինձ, այլ ես հետևիմ Հիսուսի։ Չորրորդը, եթե կհավատամ Հիսուսի, ես կսիրեմ Հիսուսը, նվիրված եմ իմ սիրո մեջ իմ Հիսուսին։ Հինգերորդը, եթե ես կհավատամ Հիսուսի, ես կհնազանդիմ իմ Տիրոջս, քանի որ Հիսուսին, քանի որ իմ Տերն է եւ իմ առաջնորդս է։ Իսկ վեցերորդ եւ վերջինը, եթե ես կհավատամ Հիսուսի, կծառայեմ Հիսուսի, քանզի Տերը իմ թագավորն է։ Հալելույա։ Հալելույա։ Ծառայել, նվիրվել, սիրել, հնազանդիլ, հետևիլ, վստահիլ, այս բոլորը հավատքն են։ Ուրեմն եթե ես Հիսուսի կհավատաս, մարդը այո միցե, բայց պիտի խնդրեմ քեզ այս 6 կետերը սերդե եւ այսպես մարդկանց հետ խոսենք։ Ճշմարիտ հավատ կներկայացնենք մարդկանց։ Ուրեմն գսե հիմա անոր որդին ընդունած է, կյանք ունի։ Անոր որդին ընդունած չէ, կյանք չունի։ Հիմա հասկացաք ինչ ասել է ընդունել։ Հիմա հասկացանք ինչ կյանք է այստեղ։ Փերանացի չէ։ Ես ապաշխարեցի 1956-ին։ Մարկ Աստծո։ Բայց հիմա ոչ սուբ գիրքը կկարդամ, ոչ կհետևիմ, ոչ կհնազանդիմ, ոչ եկեղեցի, ոչ այս, ոչ ան, բայց ապաշխարեր է եղել մարդը։ Ժողովուրդ, որում վրա կխնդանք։ Ընդունել, հավատալ, սիրել, հնազանդիլ, այսպես մարդիկ, որ հասկացան են ով է Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգիով վկայությունը ստացած, այս մարդիկը նվիրված են այդ Հիսուսին եւ այդ մարդիկը այո կփրկված են եւ պիտի փրկվին։ Քանի որ այդ մարդիկ լավ հասկացել են ով է Հիսուսը։ Շատեր մեր եկեղեցիներում մեջ կուքան եւ գսեն մենք կուզենք Հիսուսի հետևիլ, կապաշխարեն, շատերը կմգրդվին նաեւ ճրով։ Մի քանի տարի հետո մեջտեղ չկան։ Ինչու՞։ Քանի որ իրենք այս 6 գեդերը վրա լավ շեշտ չիտրին, չհասկացան, թե ինչ ասել է
Հիսուսի հետևիլ։ Դերևս չյալ ինչպես ասեմ, չյալ ուզեցին հասկանալ։ Սուրբ Հոգին մեզ կտանի այն զորության, այդ հաղթության, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ Սուրբ Հոգին մենք ստացել ենք կամ չէ։ Եվ երբ որ մենք կստանանք մեր իրական ապաշխարությամբ, իրական նվիրմամբ, անժամանակ դերը իր Սուրբ Հոգիով մեզ պիտի օգնե։ Քեզ պիտի օգնե, որ դու միշտ ընդունիս քո Հիսուսը ամեն վարքյան։ Ընդունիս, որ փրկություն կա եւ փառք տաս Տիրոջը քո փրկիչին։ Սուրբ Հոգին պիտի օգնե քեզ, որ դու միշտ վստահիս Աստծո։ Սուրբ Հոգին պիտի օգնե, որ դու միշտ հետևիս Տեր Հիսուս Քրիստոսի իբր բարի հովիվ։ Սուրբ Հոգին պիտի օգնե, որ դու միշտ նվիրվիս սիրո մեջ, պիտի ավելի սիրես Տեր Հիսուս Քրիստոսի։ 30 տարվա հավատացյալ եմ Փառք Հիսուսի, Սուրբ Հոգին գոքնե, որ ավելի սիրեմ, ավելի նվիրվեմ, ավելի հասկանամ, ավելի հնազանդեմ, ավելի ծառայեմ։ Այս Սուրբ Հոգին գնե, ինչու՞, քանի որ ես հասկացել եմ, որ միակ Տերն է ամեն բանի վրա իշխանություն ունեցող։ Եվ որքան իր հետ կհարաբերենք, այնքան Սուրբ Հոգին մեր մեջ մեզ ավելի կդանի այդ օրտնապեր ճանապարհներում մեջ։ Եվ իրեն դրվի փառքը եւ բադիվը։ Այսօր սիրելի քույր եղբայրներ, այսքան մեր սերդողության մեջ, այսքան մեր սերդողության մեջ մտածե սիրելի քույր եղբայր։ YouTube-ի վրա այս 6 կետերու մասին ասկե առաջ կարոզած եմ, կացեք եւ նայեցեք 4 կյանք փոխող կետերու մեջ 2 հաղորդաշարներ են եւ այդտեղ կբացատրեմ փրկության ծրագիրը։ Մեր YouTube-ի կանալի մեջն է, գայքի մեջն է, կացեք եւ տեսեք, սերդեցեք եւ փոխեցեք ուրիշներ, փոխանցեցեք ուրիշներուն։ Փոխենք այլևս մեր խոսակցականը։ Իրական բացատրենք ապաշխարություն ինչ է։ Իրական բացատրենք ինչ է ճշմարիտ աշակերտը լալ։ Իրական բացատրենք եւ ապրենք ինչ է հավատքի մարդը լալը։ Իրական։ Եվ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ վկա է եւ մեզ զորացնե, որ այս աշխարհը հաղթենք եւ հաղթած քայլենք, մինչեւ մեր աչքերը տեսնեն Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձը եւ փառք տալ իրենով իր հետ լանգոթերուն մեջ եւ իր հետ լանգ հավիտյանս հավիտենից։ Փառքը եւ բադիվը եւ զորությունը միան մեր երրորդության Տիրոջը։ Հալելույա։